Գնանք աշխարհաքաղաքականության դասականներին, ուրեմն ինչ էին իրենք ասում, Մակինդերներ հիմնադիրը, ասում են հետևյալը, որ կա ծովային երկրներ, ծովափերի երկրներ եւ կա Ասիայի միջցամաքի, Եվրասիայի կենտրոնը, Heartland-ը, սիրտը։ Եվ այս սրտի ամենակենտրոնը կենտրոնական Ասիան է, Միջինասիական հանրապետությունները։ Եվ ով որ տիրում է կենտրոնական Ասիան, նա տիրում է ամբողջ աշխարհում։ Հիմա խնդիրը հետևյալն է, նպատակը գնալ կենտրոնական Ասիա, կենտրոնական Ասիա տարանջատել Իրանը, Հնդկաստանը, Ռուսաստանից, Չինաստանի կոմունիկացիաները վերահսկողության տակ վերցնել եւ դրա համար ինչ պետք է անել։ Դրա համար ճանապարհը միակ, դա անցնում է Հարավային Կովկասում։ Հարավային Կովկասում այդ ճանապարհի հիմնական դաշնակիցը Թուրքիան է եւ կարևորագույն երկիրը Ադրբեջանն է։ Հիմա Ադրբեջանը եւ Թուրքիան պետք է կոմունիկացիան Հայաստանով անցնող իրենց վերահսկողության տակ վերցնեն։ Սա է ծրագիրը եւ Թուրքիան ըստ էության արևմուտքի գլխավոր դաշնակիցն է։ Այսինքն խոսքը գնում է Սյունիքի վերահսկողության մասին, որի օպերատորը այս տարածաշրջանում մեծ եղբայրը Թուրքիան է, փոքր եղբայրը Ադրբեջանն է։ Դրան խանգարում է Իրանը եւ դրան խանգարում է Ռուսաստանը։ Հիմա ինչ վտանգ է առաջացել մեզ համար։ Ուրեմն Հայաստանի կառավարության դեստրուկտիվ քաղաքականության հետևանքով, որը հակառուսական եւ սառեցնում է հարաբերությունները Իրանի հետ, Ադրբեջանը ասես մի վտանգավոր խաղ կարող է խաղալ։ Ինքը հիմա առաջարկում է Ռուսաստանին, Իրանին հյուսիս-հարավ ճանապարհը կառուցել, դիմացը ցույց տալով ահա տեսեք Հայաստանից դեստրուկտիվն է, ուրեմն արևելք-արևմուտքի ճանապարհը վերահսկողությունը տվեք ինձ, այսինքն ես ձեզ կտամ ճանապարհ հյուսիս-հարավ եւ Սյունիքը կդնեք իմ վերահսկողության տակ, քանի որ Հայաստանը դեստրուկտիվ իշխանություն ունի, իր ժողովուրդը չի հասկանում այդ ամբողջ վտանգները եւ կարող է ձայն տալ գործող իշխանությանը։ Այսինքն ըստ էության, այս մեծ խաղի մեջ մենք կարող ենք կորցնել Սյունիքը եւ պետականությունը եւ Ադրբեջանը ավելի կոնստրուկտիվ է, ինքը առաջարկ ունի Իրանին, Ռուսաստանին եւ դիմացը պետք է մի բան ստանա ում հաշվին, մեր հաշվին։